հեքիաթ երեք ընկերների մասին։ Երեք ընկերներն են Արջուկը, Կապիկը և նապաստակը։ Իրենք ապրում էին անտառում։ Մի օր Արջուկը, նապաստակը և Կապիկը զբոսնում էին անտառում և հանկարծ անտառում գտան մեկ զամբյուղ ինչ։ Խնձոր գտան մեկ զամբյուղ։ Ուրախացան, մեկ ոնց եք ուրախացեք, որ դուք խնձոր տեսնեիք, ոնց ուրախանայիք, վայ, կասեին խնձոր, չէ, կզարմանային, ոնց են զարմանում, այդպես են զարմանում, չէ, որ ուղղակի խնձոր գտանք անտառում։ Ու Արջուկը որոշեց, որ այս ամբողջ խնձորները վերցնում է իրեն, այսպես բռնեց զամբյուղը ու սկսեց քաշել դեպի իրեն, ասում է, «Ո, ինչ լավ է, ես խնձոր կուտեմ, լիքը խնձոր կուտեմ»։ Կապիկն եկավ ու ասեց, «Չէ, ես եմ ուզում, ամբողջ խնձորները ինձ կվերցնեք», ու սկսեց քաշել դեպի իրեն խնձորները։ Եթե Արջուկը վերցներ ամբողջ զամբյուղները, ո՞ւմը կլինեին բոլոր խնձորները։ Արջուկինը, չէ։ Իսկ եթե Կապիկը վերցներ բոլոր խնձորները, ո՞ւմը կլինեին բոլոր։ Միայն Կապիկինը, չէ։ Այդ պահին եկավ նապաստակը և ասեց, Արջուկ ընկեր և Կապիկ ընկեր, մի վիճեք, եկեք գիտեք ինչ անենք, կիսենք բոլոր խնձորները, այնպես անենք, որ բոլորս հավասար խնձոր ունենանք։ Քո կարծիքով, եթե նապաստակը առաջարկեց Կապիկին ու Արջուկին կիսել խնձորները, համաձայնեցին իրենք։ Համաձայնեցին, չէ, որովհետև դա գաղափար է, չէ, կիսելը, լավ միտք է, որ բոլորս ունենանք։ Հիմա մենք էլ այս խնձորները կիսենք, որ բոլորս ունենանք, չէ, թե բոլորը տան Մաքսին վերջ։ Ոնց անենք։ Կիսենք, չէ, Մաքսի դուք ուզեիք, որ բոլորը տայի քեզ ընկերներ չունենան։ Ունենան, կիսենք, թե բոլորը տան քեզ։ Կիսենք, չէ, ապրես։